ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Հարավային Կովկասից հեռացավ, իր հետ տանելով Ադրբեջանի պահանջը լուծարել Մինսկի խումբը։ Ուրբաթ է Ադրբեջանում եղել Ֆերիդուն Սինիրլիօղլուն և Ադրբեջանի նախագահից և արտգործնախարարից լսել, որ վաղուց ժամանակն է վերացնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում լիովին ձախողված Մինսկի խումբը ու դրա հետ կապված բոլոր ինստիտուտները։ Ալիևի այս խոսքերը կրկնել է նաև Ջեյհուն Բայրամովը, Սինիրլիօղլուի մոտ կանգնած։ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի կապ չունի տարածաշրջանի այսօրվա իրավիճակի հետ։ Հիմա, երբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնվել են, եւ դա դե յուրե ու դե ֆակտո ճանաչել է Հայաստանը, Մինսկի խմբի պահպանման որևէ տրամաբանական բացատրություն չկա։ Թուրք պաշտոնյան ադրբեջանցի գործընկերներին խոստացել է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, Ալիևին էլ ասել, որ դրա շուրջ քննարկումներ են ընթանում։ ԵԱՀԿ-ն հույս ունի, որ Ադրբեջանն արագ կավարտի խաղաղության գործընթացն ու դա Հարավային Կովկասի հետագա զարգացման համար մեծ խթան կդառնա։ Հակամարտությունները լուծելու իրավասություններ չունի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, նկատում է արտակարգ եւ լիազոր դեսպան Դյունիկ Աղաջանյանը։ Հակամարտության լուծման հարցում այս դեպքում կարող է դեր խաղալ միայն նրա ազգությունը։ Եթե իհարկե հաշվի չառնենք նրա թուրք լինելու հանգամանքը։ Ֆերիդուն Սինիրլիօղլուն ազգությամբ թուրք ԵԱՀԿ առաջին գլխավոր քարտուղարն է, որ պաշտոնը ստանձնեց գրեթե 5 ամիս առաջ։ Նա տարածաշրջան է եկել հաստատ իմանալով, որ Մինսկի խմբի լուծարման պահանջ է դրել Բաքուն Երևանի առաջ ու ամենայն հավանականությամբ այդ պահանջը աջակցող դիրքորոշմամբ է եկել։ Որոշակի ժամանակ առաջ լուր տարածվեց, որ հունիսին Ադրբեջանը եւ Հայաստանը պատրաստվում են համատեղ նամակով դիմել ընդհանրապես Մինսկի խմբի եւ նրա առնչությամբ կամ նրա ենթակայությամբ գործող կառույցների լուծարման առումով, ինչին պնդում է Ադրբեջանը բնականաբար եւ ինչի հետ կապված իր միանշանակ աջակցությունն է տալիս Թուրքիան նաեւ օգտագործելով գլխավոր քարտուղարի հանգամանք։ Սինիրլիօղլուն որպես գլխավոր քարտուղար կարող է կրճատել Մինսկի խմբի ու նրան հարակից կառույցների ֆինանսավորումը։ Եվ դրանց լուծարման հետ կապված նաեւ որոշակի դերակատարում կարող է ունենալ գլխավոր քարտուղարը ֆինանսական հատկացումների կամ դրանց չներառման կամ դրանց պակասեցման ներկայացման տեսակ, այսինքն քարտուղարության աշխատանքի տեսակետից նա կարող է դերակատարում ունենալ։ Հայաստանում Սինիրլիօղլուն հանդիպել էր եւ վարչապետի եւ արտգործնախարարի հետ, բայց միայն դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ էր նշված, որ անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Միրզոյանը ներկայացրել էր հայկական առաջարկը Արցախյան հակամարտությամբ 3 տասնամյակ զբաղված խումբը լուծարելու դիմումը ստորագրել խաղաղության պայմանագրի հետ միաժամանակ։ Բայց դա դեռ վերջը չէ, ԵԱՀԿ-ում որոշումները կոնսենսուսով են ընդունվում, եթե անգամ մեկ երկիր վետո կիրառի, չի լուծարվի Մինսկի խումբը։ Այդ վետոն Ադրբեջանը կարող է կիրառել Մինսկի խմբի փոխարեն այլ կառույց ստեղծելու հարցով, զրկելով Հայաստանին միջազգային այդ մեխանիզմն օգտագործելու հնարավորությունից։ Այս առումով դա նշանակում է Հայաստանին զինաթափել, Հայաստանին զրկել հնարավոր բոլոր պաշտպանական մեխանիզմներից եւ արցախահայերի հետ կապված խնդիրները ընդհանրապես զրոյացնել։ Լեռնային Ղարաբաղում Փաշինյանն էլ չէր բացառել, որ եթե անգամ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն, ինչ որ երկրներ վետո կկիրառեն Մինսկի խումբը լուծարելու նախագծի նկատմամբ։ Արտակարգ եւ լիազոր դեսպանը չի բացառում, որ վետո կարող է կիրառել Մինսկի խմբի համանախագահող երկրներից որևէ մեկը։ հեղեղները կանխելու համար։ Ռուսաստանը, Ֆրանսիան կամ Միացյալ Նահանգները։ Այսօր պիտի փորձենք կառուցել։ Լիլիթ Սարգսյան, Նորայր Շարբաթյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։